Բարև ձեզ, ես Արտեմ Սահակյանն եմ։ Մենք շարունակում ենք մեր առցանց դասընթացը էլեկտրադինամիկա ընդհանուր խորագրով։ Նորից կրկնեմ, որ դասընթացի ծավալը որոշ չափով դուրս է գալիս էլեկտրադինամիկայի սահմաններից, մասնավորապես մենք շարունակում ենք մաթեմատիկայի մասը, որը անհրաժեշտ է էլեկտրադինամիկայի խնդիրների դիտարկման համար։ Եվ այսօր շարունակելով նախորդ անգամվա, այսինքն 8-րդ դասի հիմնական թեման, մենք կդիտարկենք կոմպլեքս թվերը եւ նրանց կիրառումները։ Այսօրվա մեր թեման է կոմպլեքս թվերի կիրառումը ազդանշանների տեսության մեջ։ Մեր դիտարկումը սկսենք հարմոնիկ տատանումներից։ Նախ նշենք, որ հարմոնիկ են կոչվում այն տատանումները, որոնց դեպքում ֆիզիկական մեծությունը փոփոխվում է սինուսաձև կամ կոսինուսաձև։ Մասնավորապես հարմոնիկ տատանումներ ասելով նկատի ունեն նրանց ժամանակային փոփոխությունները։ Հարմոնիկ բառը գոյանում է հուներեն հարմոնիա բառից, որը նշանակում է ամրացում կամ միացում եւ նաեւ վերաբերում է համաձայնություններին եւ համահնչյուններին։ Մի փոքր առաջ անցնելով նշեմ, որ հարմոնիկ տատանումները իրենցից ներկայացնում են հարմոնիկ օսցիլյատորի դիֆերենցիալ հավասարման լուծումը։ Դա երկրորդ կարգի գծային հավասարում է, որի լուծումը կարող է լինել կամ կոսինուս կամ սինուս, կախված սկզբնական պայմաններից։ Ավելին ասեմ, որ կոսինուսի եւ սինուսի միջև գոյություն ունի սերտ կապ, մասնավորապես եթե սինուսը ածանցենք, ապա ստանում ենք կոսինուս, եթե կոսինուսը ածանցենք, ստանում ենք մինուս սինուս, եթե մինուս սինուսը ածանցենք, ստանում ենք մինուս կոսինուս, եւ վերջապես եթե մինուս կոսինուսը ածանցենք, նորից ստանում ենք պլյուս սինուս։ Այսինքն նրանք փոխկապակցված ֆունկցիաներ են, որոնք կարող են մեկը մյուսին փոխարինել առհասարակ բոլոր ֆիզիկայում ծագած խնդիրների մեջ, մասնավորապես դա կարող է լինել էլեկտրոդինամիկա։ Մեր դեպքում դիտարկենք մի որևէ ու մեծության ժամանակային կախվածությունը, որը ներկայացված է 2,4,19 արտահայտությամբ։ Այս ու մեծությունը կարող է լինել օրինակ էլեկտրական լարում կամ էլեկտրական դաշտի լարվածության արժեքը։ Այստեղ մենք ներկայացրել ենք այն կոսինուսի տեսքով, u0 անգամ կոսինուս φ ընդհանուր տեսքով, որտեղ φ-ն կոչվում է տատանումների ընդհանուր ֆազա, եւ եթե այդ ֆազան կախված է ժամանակից, ապա փակագծերում պատկերված է նրա ժամանակային կախվածությունը որպես օմեգա 0t + φ0։ Օմեգա 0-ն տվյալ դեպքում շրջանային կամ անկյունային հաճախականությունն է, որը կապված է գծային հաճախականության հետ 2,4,21 արտահայտությամբ։ Ըստ էության օմեգա 0-ն լինելով շրջանային հաճախականություն ունի ռադիանը բաժանած վարկյան չափողականություն, մենք դա արդեն նշել էինք մեր նախորդ դասերից մեկում։ Իսկ f0-ն կոչվում է գծային հաճախականություն եւ չափվում է հերցերով, եւ 1 հերցը իրենից ներկայացնում է 1 տատանում մի վարկյանի ընթացքում։ Փաստորեն 2,4,19 արտահայտությունը կարող ենք արտագրել 2,4,19a տեսքով, նկատի ունենալով կապը շրջանային եւ գծային հաճախականությունների միջև։ Նույն հաջողությամբ 2,4,19 կամ 2,4,19a արտահայտությունները կարելի է գրել սինուսի օգնությամբ։ Այստեղ շատ ավելի կարևոր է նշել, որ այս 2,4,19 արտահայտությունը հարկավոր է տեղափոխել կոմպլեքս թվերի դաշտ, քանի որ ինչպես նշեցինք նախկինում, դա թույլ է տալիս էապես պարզեցնել
բոլոր այն հավասարումները, որոնք անհրաժեշտ է լուծել վերջնական պատասխանը ստանալու համար։ Նկատի ունեմ, եթե դիտարկում ենք, ասենք, էլեկտրական ազդանշանները էլեկտրական շղթաների մեջ, ապա դա Կիրխոֆի հավասարումների լուծումն է։ Եթե դիտարկում ենք ազատ տարածության մեջ կամ որևէ միջավայրում տարածման խնդիրը, ապա դա Մաքսվելի հավասարումներն են, եւ այդ հավասարումները մեծամասամբ ունեն դիֆերենցիալ հավասարումների տեսք։ Տեղափոխելով այս հարմոնիկ տատանման արտահայտությունը կոմպլեքս թվերի տիրույթ, դրանով մենք կարողանում ենք դիֆերենցիալ հավասարումները վերածել հանրահաշվային հավասարումների եւ էապես պարզեցնել լուծումը։ Այստեղ 2,4,19b արտահայտությունը պատկերում է մեր փոփոխական ու մեծությունը կոմպլեքս տեսքով, եւ այս արտահայտության աջ մասում մենք տեսնում ենք, որ կարելի է առանձնացնել ժամանակային տատանումների բազմապատկիչը եւ ամպլիտուդի բազմապատկիչը այս U0 J-phi արտահայտության հետ մեկտեղ, անվանելով այն կոմպլեքս ամպլիտուդ կամ հաճախ անվանում են phasor։ Հետագայում մենք կտեսնենք, որ այդ անջատումը կարևոր դեր է խաղում մասնավորապես ազդանշանների տեսության մեջ, եւ փաստորեն մենք ունենք 2,4,19 կոմպլեքս փոփոխական մեծության արտահայտությունը որպես կոմպլեքս ամպլիտուդ բազմապատկած ժամանակային փոփոխությունները արտահայտող էքսպոնենտով j օմեգա 0t։ Այնուհետև խնդիրը լուծելուց հետո, երբ որ ստացված է լուծումը վերջնական կոմպլեքս տեսքով, բավականին հեշտ է տեղափոխվել նորից իրական թվերի դաշտ, օգտվելով 2,4,19c առնչությունից։ Տվյալ դեպքում ուտեն էստեղ արդեն ոչ թե սկզբնական փոփոխականն է, այլ լուծման արդյունքը։ Իսկ այժմ, որպեսզի ավելի պատկերավոր դարձնենք մեր ասածը, եկեք դիմենք ULAB-ի դասագրքին կից ինտերակտիվ մոդուլների այս համախմբին, որը դուք կարող եք գտնել ձեր էկրանների ներքևի մասում գրականության ցուցակի հղումների մեջ, սեղմելով համապատասխան հղումը եւ ներբեռնեք ինտերնետից։ Ընտրենք համար 1.1 մոդուլը եւ տեսնենք, թե հարմոնիկ տատանման պարամետրերը ինչպես են փոխում այդ տատանումների արտաքին պատկերը։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է լարման ալիքին, որը նկարագրված է y-ը հավասար 5 կոսինուս 4 պիտե, այսինքն օմեգան հավասար է 2 պի f, որտեղ f-ը 2 հերց է, այսինքն 1 վայրկյանի ընթացքում մենք ունենք 2 տատանում։ Այժմ ընտրենք մեկ ուրիշ գրաֆիկ, որը կհամեմատենք մեր հիմնական հղումների գրաֆիկին եւ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, երբ փոխում ենք ամպլիտուդը, հաճախականությունը եւ սկզբնական ֆազան։ Այս կապույտ գրաֆիկը արտահայտված է y հավասար է a կոսինուս 2 պի ft պլյուս phi 0։ Ամպլիտուդը փոփոխելիս մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում հետևյալը, այստեղ կարող ենք տեսնել եւ սա առաջի հիմնական պարամետրն է։ Հաճախականությունը փոխելիս մենք տեսնում ենք, որ փոխվում է խտությունը, այսինքն համատելով կապույտ գրաֆիկը կարմիր հղումների գրաֆիկի հետ։ Եվ վերջապես երրորդը phi 0-ի փոփոխությունները, եւ մենք տեսնում ենք, որ փոփոխելով phi 0-ն ըստ էության գրաֆիկը շեղվում է աջ կամ ձախ ժամանակային առանցքի երկայնքով։
Իդեպ ասած, դժվար չէ տեսնել, որ եթե անկյունը հավասար է մինուս 90 աշճանի, ապա կոսինուսը վերածվում սինուսի։ Այժմ, երբ մենք հասկացանք, թե որոնք են հարմոնիկ տատանումների 3 հիմնական պարամետրերը, փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է տեղեկատվական էլեկտրական ազդանշանը կարելի է փոխանցել տարածության A կետից B կետը։ Երբ մենք ասում ենք տարածության A կետից B կետը, նկատի ունենք տարբեր հեռավորություններ, տարբեր տարածման միջավայրեր եւ տարբեր տարածման պայմաններ։ Մասնավորապես դա կարող է լինել օրինակ Wi-Fi ռաուտերի ազդանշանը կոմպյուտերին փոխանցելու ռադիոգիծը, կամ դա կարող է լինել օրինակ Երևանից Գյումրի կապի տեղեկատվական ազդանշանների փոխանցումը, եւ վերջապես կարող է լինել հեռավոր օրինակ տիեզերական կապի համակարգում ինֆորմացիայի փոխանցումը երկրի մակերեսից մինչև տիեզերական կայան։ Որն է գաղափարը այդ տեղեկատվական ազդանշանի փոխանցման հիմքում։ Գաղափարն այն է, որ կարող ենք հարմոնիկ տատանումների 3 պարամետրերից մեկը փոփոխել տեղեկատվական էլեկտրական ազդանշանի օրենքով, ներմուծելով այդ ազդանշանը հարմոնիկ տատանումների պարամետրերից որևէ մեկի մեջ, ամպլիտուդի մեջ, հաճախականության մեջ կամ սկզբնական փուլի մեջ, սկզբնական ֆազայի մեջ։ Այնուհետև տվյալ հարմոնիկ տատանումները վեր են ածվում վազող ալիքի, որը ի վիճակի է տարածվել կամ ազատ տարածության մեջ, կամ ուղղորդող գծերի օգնությամբ, եւ երբ այդ վազող ալիքը հասնում է ընդունման կետ, իրականացնել հակառակ process-ը, այսինքն արտածել այդ տեղեկատվական ազդանշանը եւ ստանալ այդ ինֆորմացիան ընդունման կետում։ Այդ ներմուծման process-ը ընդունված է անվանել մոդուլում։ Պարզ է, որ մենք կունենանք 3 տարբեր տիպի մոդուլման տեսակներ, դա ամպլիտուդային մոդուլումն է, հաճախականային մոդուլումն է եւ փուլային կամ ֆազային մոդուլումն է։ Այդ 3 մոդուլման տեսակները կանվանենք անալոգային այն դեպքում, երբ տեղեկատվության աղբյուրի եւ մոդուլող համակարգի միջև ոչ մի ուրիշ սարքեր գոյություն չունեն, եւ կանվանենք թվային մոդուլման տեսակներ, եթե նախապես այդ տեղեկատվական ազդանշանը ենթարկվում է որոշ թվայնացման, հետագայում մենք կհասկանանք, թե դա ինչ է նշանակում, եւ այդ թվայնացված ազդանշանը ծառայում է մոդուլման համար։ Այժմ դիտարկենք ինչ է իրենից ներկայացնում ամպլիտուդային մոդուլումը։ Դիցուք էլեկտրական ազդանշանը ստացվում է տեղեկատվության աղբյուրից, որը կարող է լինել միկրոֆոնը, կարող է լինել տեսախցիկը, կարող են լինել տարբեր տիպի տվիչներ եւ այլն, եւ այդ էլեկտրական տեղեկատվական ազդանշանը ներմուծվում է հարմոնիկ տատանումների ամպլիտուդի մեջ։ Նկար 2.4.2.1-ում ցույց է տված աղբյուրից ստացված տեղեկատվական ազդանշանը, որը անհրաժեշտ է ներմուծել ամպլիտուդի մեջ։ Ներմուծվում է այսպես կոչված կրող հարմոնիկ տատանման ամպլիտուդի մեջ։ Այդ տատանումների հաճախականությունը շատ ավելի մեծ է, քան դա մենք ունենք առաջնային տեղեկատվական ազդանշանի դեպքում։ Ամպլիտուդային մոդուլումը նշանակում է փոփոխել ամպլիտուդը համապատասխան մոդուլող ազդանշանի օրենքի։ Ամպլիտուդի փոփոխությունը պատկերված է 2.4.2.2b նկարի վրա, իսկ առաջնային մոդուլող ազդանշանը պատկերված է վերևի պատկերում աջ կողմից։ Այժմ այստեղ տեսնենք, թե ինչպիսին է ստացվում ամպլիտուդային մոդուլման դեպքում մոդուլացված ազդանշանի պատկերը, եթե
աղբյուրից ստացված, այսինքն մոդուլող ազդանշանը դինամիկական է, այսինքն ժամանակի ընթացքում պատահական ձևով փոփոխվող։ Մենք այստեղ կպահպանենք աղբյուրից ստացված այս էլեկտրական ազդանշանի ստատիկ պատկերը, որը թույլ է տալիս բացատրել ինչ է իրենից ներկայացնում մոդուլող ազդանշանը եւ դիտարկենք այդ տեղեկատվական մոդուլող ազդանշանի դինամիկ պատկերը եւ մոդուլված ազդանշանի դինամիկ պատկերը, որը բերված է այստեղ էկրանի ներքևի աջ մասում։ Այս անիմացիան ստացված է արհեստական բանականության գործիքի օգնությամբ եւ կարող է ստացվել նաեւ, եթե օսցիլոսկոպի 3 անկախ մուտքերին տանք մոդուլող ազդանշանը, կրող ազդանշանը եւ մոդուլացված ազդանշանը։ Այժմ անցնենք հաճախականային մոդուլման դիտարկմանը, ապահումն է ՀՄ կամ անգլերեն FM frequency modulation, եւ այստեղ ինչպես նախորդ ամպլիտուդային մոդուլման դեպքում կպահպանենք այս ստատիկ պատկերները մոդուլող ազդանշանի բացատրությունների համար եւ կդիտարկենք դինամիկական ռեժիմում ազդանշանի ժամանակային դիագրամները, ինչպես պատկերված է էկրանի ներքևի մասում։ Այստեղ տեղեկատվական ազդանշանը, ինչպես տեսնում եք, փոխվում է երբեմն արագ, երբեմն դանդաղ։ Կրող ազդանշանը պատկերված է հաստատուն սինուսոիդալ տատանման տեսքով, իսկ մոդուլված կամ ելքային FM ազդանշանի պատկերը, ինչպես տեսնում ենք, փոխվում է կախված տեղեկատվական մոդուլող ազդանշանի ինտենսիվությունից, այսինքն ազդանշանի ավելի մեծ արժեքների դեպքում սինուսոիդը խտանում է, իսկ ավելի փոքր ազդանշանների արժեքների դեպքում նոսրանում, պահպանելով ամպլիտուդը հաստատուն։ Հարկ է նշել, որ եթե համատելու լինենք ռադիո հեռարձակման AM եւ FM հաղորդումները, FM ազդանշանները ունեն շատ ավելի բարձր որակ, մասնավորապես թույլ են տալիս գրեթե իդեալական որակով հաղորդել սիմֆոնիկ երաժշտություն եւ պատճառն այն է, որ FM ազդանշանը ունի ավելի լայն սպեկտր, ավելի ճիշտ ասած, ավելի լայն հարաբերական սպեկտր, սպեկտրի հարաբերությունը կրող հաճախականությանը, ուստի այդ հեռարձակման FM ազդանշանների ձևավորման համար օգտագործվում են ավելի բարձր կրող հաճախականություններ։ Այն է մոտավորապես 85-ից մինչև 110 մեգահերց հաճախականությունների դիապազոնում։ Այժմ անցնենք փուլային կամ այլ կերպ ասած ֆազային մոդուլման դեպքին, դիտարկելով այն որպես անալոգային մոդուլման տեսակ։ Ինչպես նախորդ հաճախականային մոդուլման դեպքում, պահպանենք այս ստատիկ պատկերները եւ անցնենք դինամիկ պատկերներին, որոնք ցույց են տված էկրանի ներքևի մասում։ Հարկ է նշել, որ ինչպես հաճախականային, այնպես էլ փուլային մոդուլման դեպքում ամպլիտուդը մնում է հաստատուն եւ փոփոխվում է միայն կրող ազդանշանի խտությունը, նա կամ նոսրանում կամ խտանում է, եւ այդ իմաստով դժվար է տարբերել հաճախականային եւ փուլային մոդուլումները իրարից։ Պարզապես այստեղ կուզեի նշել, որ որպես անալոգային մոդուլման տեսակ, փուլային մոդուլումը գրեթե երբեք չի կիրառվում, այլ նա ավելի հարմար է եւ ավելի լայն կիրառում է գտել թվային ազդանշանների, այսինքն թվային մոդուլման տեսակների շարքում։ Դա մենք կդիտարկենք փոքր-ինչ անց, իսկ այստեղ ի հավելումն կուզեի նշել, որ բացի այս 3 մոդուլման տեսակներից, անալոգային մոդուլման ձևերին են պատկանում նաև այսպես կոչված իմպուլսային մոդուլման տեսակները, այսինքն ամպլիտուդա իմպուլսային մոդուլումը, լայնական իմպուլսային մոդուլումը եւ ֆազա իմպուլսային մոդուլումը, որոնք ներկայումս նույնպես լայն տարածում չեն գտել եւ առայժմ դեռ պահպանվում են որոշ ռազմական կապի համակարգերում։
Մինչ այժմ ես առիթ ունեցել եմ նշել, որ անալոգային համակարգերը տարբերվում են թվային համակարգերից նրանով, որ տեղեկատվական, այսինքն մոդուլող ազդանշանի աղբյուրի եւ մոդուլող սարքավորման կամ մոդուլող հանգույցի միջև թվային համակարգերում կա նաև լրացուցիչ մի համակարգ, որի նպատակն է թվայնացնել ազդանշանը։ Թվայնացում ասելով նկատի ունենք գործողությունների այն համախումբը, որը թույլ է տալիս ստանալ թվային ազդանշանը, այսինքն մոդուլող ազդանշանը այն տեսքով, որը կիրառելի է հետագայում թվային մոդուլման հանգույցի մուտքին կիրառելու համար, կամ երբեմն այդ հանգույցը անվանում են մոդուլյատոր։ Ինչպես տեսնում ենք նկար 2.4.2.3-ում բերված այս պատկերից, թվայնացումը իր մեջ պարունակում է 3 հասկացություն։ Նախ դիսկրետացում, որի դեպքում ψ ազդանշանը, որը մենք ստանում ենք տեղեկատվական մոդուլող ազդանշանի աղբյուրից, կտրատվում է, որի հետևանքով ստանում ենք հաշվանքների հաջորդականություն, ինչպես պատկերված է նկար 2.4.2.4-ում։ Այդ հաշվանքները իրարից գտնվում են TD հեռավորության վրա ժամանակային առանցքի երկայնքով։ Պարզ է, որ որքան ավելի արագ է փոփոխվում տեղեկատվական ազդանշանը, այսինքն ինչքան ավելի լայն է նրա սպեկտրը, ավելի հաճախ է պետք ընտրել հաշվանքները, այսինքն ավելի փոքր է պետք ընտրել TD տևողությունը։ Հաջորդ գործողությունը, որը իրականացվում է ազդանշանը թվայնացնելու համար, դա այսպես կոչված քվանտացումն է։ Քվանտացումը իրենից ներկայացնում է ազդանշանների մակարդակների համախումբ, յուրաքանչյուր հաշվանքի արժեքը հավասարեցվում է հաշվանքի արժեքի քվանտացման մոտակա մակարդակի արժեքին, այսինքն որը ավելի մոտ է տվյալ հաշվանքի արժեքին։ Այդ մոտարկումը պատճառ է դառնում այսպես կոչված քվանտացման աղմուկների։ Պարզ է, որ քվանտացում իրականացնելով մենք որոշակի սխալանք ենք թույլ տալիս իրական ազդանշանի եւ քվանտացված ազդանշանի միջև։ Դա էլ հանդիսանում է քվանտացման աղմուկի աղբյուր, որը բնորոշ է թվային համակարգերին։ Եվ վերջապես թվայնացման վերջին աստիճանը, վերջին քայլը դա կոդավորումն է։ Յուրաքանչյուր քվանտացման մակարդակին, որը պատկերված է 2.4.2.5 նկարի վրա, վերագրվում է թվային կոդ, որով ընդունման կետում հնարավոր է լինում վերականգնել այդ մակարդակների համախումբը։ Մեծամասամբ դա երկուական կոդեր են, այսինքն երկու հիմքով կոդեր, որոնց բիթային խորությունը այն է բիթերի քանակը մեկ կոդային կոմբինացիայի մեջ, որոշվում է այսպիսի առնչությամբ n-ը հավասար է 2-ի m աստիճան, 2.4.22 արտահայտությունն է։ Այստեղ n-ը հնարավոր բոլոր այն կոմբինացիաների ընդհանուր քանակն է, տվյալ դեպքում քվանտացման մակարդակների ընդհանուր քանակը, իսկ m-ը կոդի բիթային խորությունն է։ Այստեղ դիտարկված են երկու օրինակներ։ Օրինակ, եթե կոդը իրենից ներկայացնում է 0101, ապա հաշվարկը ցույց է տալիս, եթե մենք վերափոխենք երկուական կոդը 10-որդականի, ստացվում է հավասար 5-ի, այսինքն 0101-ը դա քվանտացման մակարդակի համարն է։ Դա այն դեպքում, երբ կոդի բիտային խորությունը հավասար է 4-ի, իսկ մակարդակների ընդհանուր քանակը համաձայն 2.4.22-ի ստացվում է հավասար 16-ի։ Հաջորդ օրինակը, երբ երկուական կոդն է 10111 եւ սրա 10-որդականի փոխակերպված արժեքը հավասար է 23-ի, դա այն պարագայում, երբ մենք ունենք կոդի բիտային խորությունը հավասար 5-ի, քանի որ 5 բիտերից է բաղկացած այդ կոդը, եւ քվանտացման մակարդակների ընդհանուր քանակը հավասար է 32-ի։ Նշվածից կարող ենք եզրակացնել հետևյալը.
ինչքան ավելի մեծ է m-ը, այնքան ավելի մեծ ճշտությամբ է կարելի վերարտադրել տեղեկատվական ազդանշանի պատկերը ընդունման կետում։ Ցավոք դա հանգեցնում է թվային հոսքի արագության մեծացմանը, որը հաճախ սահմանափակված է կապուղու թողունակությամբ։ Իսկ այժմ անցնենք թվային մոդուլման այս ամբողջ համակարգի վերջի հանգույցին, որը մենք անվանել ենք թվային մոդուլում, հաճախ այն անվանում են մոդուլատոր կամ թվային մոդուլատոր, որի ելքում ձևավորվում է թվային մի ազդանշան, որը ի վիճակի է փոխանցվելու կապուղով տարածական A կետից B կետ։ Մոդուլատորի մուտքին կիրառված է թվայնացված տեղեկատվական ազդանշանը, որը իրենից ներկայացնում է, ինչպես ասացինք, մեկերի եւ զրոների կոմբինացիա, այսինքն բիտերի հաջորդականություն, որը հարկավոր է վերածել կապուղային ազդանշանի։ Թվային մոդուլատորները կարող են ձևավորել տարբեր տիպի ելքային ազդանշաններ, եւ դրանցից ամենատարածվածը QAM ազդանշանների մի համախումբ է, որը անգլերենով հնչում է որպես Quadratic Amplitude Modulation, եւ դրանցից որպես օրինակ մենք կդիտարկենք AM-PM կոմբինացիան, այսինքն ամպլիտուդային եւ փուլային մոդուլյացիաների կոմբինացիան։ Այդ նպատակի համար ծառայում է կոմպլեքս ամպլիտուդի, այսինքն phasor-ի արտահայտությունը, որը նախորդ դասին մենք ստացել էինք 2.4.19b արտահայտության տեսքով, եւ այստեղից եթե մենք առանձնացնենք phasor-ը, ապա այն կարող է պատկերվել 2.4.23 արտահայտության տեսքով, որտեղ ամպլիտուդի phasor-ը ունի ժամանակային կախվածություն, այսինքն նրա բացարձակ արժեքը u0 եւ նրա սկզբնական ֆազան phi0 երկուսն էլ կախված են ժամանակից։ Եվ որպեսզի թվայնացած ազդանշանը հնարավոր լինի փոխանցել կապուղով տարածական A կետից B կետ, ապա յուրաքանչյուր քվանտացված արժեքին կցվում է որևէ որոշակի u0 phi0 զույգ կամ այլ կերպ ասած որոշակի u phasor, որը այնուհետև ներմուծվում է կրող տատանումների մեջ։ Կոդավորված քվանտացման մակարդակների եւ phasor-ների միջև կցման այդ սխեման խիստ համաձայնեցվում է հաղորդիչ A եւ ընդունիչ B մոդուլատորների միջև։ QAM մոդուլման դիտարկվող այս տեսակում օգտագործվող կոդերի կամ այլ կերպ ասած քվանտացման մակարդակների բազմությունը, երբ նրանք վեր են ածվում phasor-ների, դրանից հետո ընդունված է ներկայացնել համաստեղության տեսքով կոմպլեքս հարթության մեջ, ինչպես պատկերված է նկար 2.4.2.6-ում։ Կետերը սովորաբար դասավորված են քառակուսի ցանցի մեջ, իրարից հավասար վերտիկալ եւ հորիզոնական հեռավորություններով, չնայած հնարավոր են այլ կոնֆիգուրացիաներ, օրինակ վեցանկյուն կամ եռանկյուն ցանցեր։ U0 եւ phi0 զույգերը կարող են կամայական ձևով վերագրվել համաստեղության տարբեր կետերին, ունենալով ամպլիտուդի եւ ֆազայի տարբեր արժեքներ։ Դա հնարավոր է դարձնում գաղտնագրել քվանտացման մակարդակները եւ դարձնել այն ընտրովի ինֆորմացիայի նպատակային սպառման տեսակետից։ Ձախից բերված նկար 2.4.2.7-ում պատկերված է քվանտացման կոդերի կամայական ընտրությունը համապատասխան phasor-ի, այսինքն ամպլիտուդի եւ ֆազայի արժեքների հետ միասին, եւ այդ պատկերումը ներկայացված է դինամիկ տեսքով։ Ի վերջո նշեմ, որ թվային ազդանշանների եւ թվային կապուղիների օգտագործումը շատ ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում համեմատած անալոգային ազդանշանների եւ կապուղիների։ Բացի այդ, թվային մոդուլման իրականացումը մենք այստեղ չենք քննարկում, այն իրենից ներկայացնում է առանձին քննարկման առարկա եւ մեր այս դասի մեջ ընդգրկված չէ։
Սրանով մենք ավարտում ենք այսօրվա մեր դասը եւ հաջորդ անգամ մենք կանգ կառնենք Ֆուրիեի շարքերի, Ֆուրիեի ինտեգրալի եւ սպեկտրալ անալիզի հարցերին։ Շնորհակալ եմ, որ միացել եք ինձ։ Ամենայն բարիքներն եմ ցանկանում բոլորին։